Ողջույն, վերջապես մեկնարկեց Բունդեսլիգայի նոր մրցաշրջանը, որին ես անհամբեր սպասում էի, բայց միանգամից ասեմ, Բավարիայի գահընկեց լինելու մասին հեքիաթներն ինձ առանձնապես հետաքրքիր չեն։ Այս սեզոնը ինձ հետաքրքիր է դարձրել մի ուրիշ հերոս՝ Հրանտ Լեոն Ռանոսը։ Ինչ է սպասվում մեր տղային Բունդեսլիգայում իր առաջին մրցաշրջանում, արդյոք նա կստանա խաղաժամանակ թե ոչ, ինչ է կատարվում իր թիմում, այս հարցերի պատասխանը կտամ այս հոլովակի ընթացքում, բայց մինչ այդ խնդրում եմ բաժանորդագրվեք իմ ալիքին եւ շարունակենք։ Եվ այսպես Հայաստանի հավաքականի 20-ամյա գոլահարը Ամռանը շատ արագ ստացավ եւ ընդունեց Բորուսիա Մյունխեն-Գլադբախի հրավերը։ Արդեն այս ուիկենդին նա կարող է իր պաշտոնական նորամուտը նշել Բունդեսլիգայում առաջին տուրի Augsburg Բորուսիա Մյունխեն-Գլադբախ խաղում։ Բունդեսլիգայի առաջին խաղին Ռանոսը դատարկ վիճակագրությամբ չի մոտենում։ Գերմանիայի գավաթի առաջին փուլի խաղում Բորուսիան 7-0 հաշվով ջաջախեց Բերսենբրուքին։ Ռանոսն էլ փոխարինման մտնելով մասնակցեց վերջին երկու գոլերին, նախ կատարելով գոլային փոխանցում, իսկ հետո նաև բացելով իր գոլերի հաշիվը գերմանական ակումբի կազմում։ Մինչ այդ նա բավականին ռեգուլյար կերպով ստանում էր իր հնարավորությունը ընկերական խաղերում։ Խաղալով կենտրոնական հարձակվողի դիրքում Ռանոսը ևս 2 գոլ էր խփել, որոնցից մեկը Բորուսիա պարկում իր առաջին իսկ խաղում։ Մոնպելիեի դարպասն ուղարկած այս շքեղ գնդակը Բորուսիա երկրպագուներին այնքան էր դուր եկել, որ նրանք սկսել էին համեմատել Հրանտին իրենց ակումբի լեգենդ Լարս Շտինդելի հետ, որն ամռանը հեռացավ թիմից։ Համ տեսքով է Շտինդելին նման, համ հարվածի ոճով մեկնաբանություններում գրել էին երկրպագուները։ Բայց ամեն ինչ այդքան հեքիաթային չէ, ինչպես կարող է թվալ։ Նախ մինչև Ռանոսին հասնելը Բորուսիա Մյունխեն-Գլադբախը սկսում է նոր մրցաշրջան, նոր մարշով եւ էականորեն փոփոխված կազմով։ Ամռանը թիմից հեռացել են առաջատարներ Մարկուս Թյուրամը, Ռեմի Բենսաբայինին, Լարս Շտինդելը եւ Յոնաս Հոֆմանը։ Նոր մարզիչը 44-ամյա շվեյցարացի Ժերարդո Սեոանեն, ով ժամանակին Բայերին Չեմպիոնների լիգա է հասցրել, պետք է կարողանա արագ թիմ կառուցել եւ երկրպագուներին մոռացնել տալ նախորդ ձախողված մրցաշրջանը, որը բորուսիացիները ավարտեցին 10-րդ տեղում։ Ամռանը ակումբը բավականին լավ տրանսֆերներ է կատարել, գրեթե ամբողջությամբ թարմացնելով հարձակման գիծը։ Ծերուկ Ալասանե Պլեային, ով հավանաբար կզբաղեցնի 10 համարի դիրքը, աչից միացել է Բրեստի վինգեր Ֆրանկ Օնորան, ով արդեն իսկ հասցրել է տպավորել նախամրցաշրջանի ընթացքում։ Ձախից հավանաբար կշարունակի խաղալ Նաթան Նգումուն, իսկ ահա հարձակման գծի համար ձեռք է բերվել Պրահայի Սլավիայի 23-ամյա հարձակվող Տոմաս Չվանչարը։ Վերջինս նախորդ մրցաշրջանը Չեխիայում ավարտել է 15 գոլ եւ 5 ասիստ ցուցանիշով եւ Բորուսիայի այս ամառվա ամենաթանկարժեք տրանսֆերն է 10.5 միլիոն եվրո։ Գավաթային խաղում 2 գոլ եւ 1 գոլային փոխանցում կատարած երիտասարդը համարվում է կենտրոնական հարձակվողի թիվ 1 ընտրությունը Ժերարդո Սեոանեի թիմում։ Նա լավ եզրափակում է ինչպես ոտքով, այնպես էլ գլխով, այնպես որ կստանա խաղաժամանակի մեծ մասը։ Իսկ ահա երկրորդ հարձակվողի դերում Հրանտ Լեոն Ռանոսը առայժմ միակ տարբերակն է թիմում, թեև ամբողջ ամառվա ընթացքում այդ դիրքում նոր տրանսֆերի մասին խոսակցությունները շարունակվում են եւ չեն ավարտվել նաեւ հիմա, երբ մրցաշրջանը արդեն սկսվում է։ Ավելին տրանսֆերային պատուհանի վերջին օրերին այդ խոսակցությունները ել ավելի կթեժանան, քանի որ Բորուսիան մի կողմից պետք է սպասի իր պաշտպան Նիկո Էլվեդիի վաճառքին այս տրանսֆերին գումար հատկացնելու համար։ Մյուս կողմից էլ ցանկանում է վերցնել մի հարձակվողի, ով պատրաստ կլինի նստել պայեստայինների նստարանին ու սպասել իր շանսին։ Իսկ այդ կարգավիճակի հետ ֆուտբոլիստները հարմարվում են միայն այն ժամանակ, երբ այլ տարբերակներ այլևս չի մնում, այսինքն տրանսֆերային պատուհանի վերջին օրերին։ Մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը դեռ 2 շաբաթ կա ու պետք է սպասել, բայց Ռանոսը ավելի լավ է ժամանակ չկորցնի ու շարունակի իրեն դրսևորել ցանկացած հնարավորության դեպքում, ինչպես դա արեց նախամրցաշրջանի հանդիպումների ժամանակ։ Նա մասնակցեց գրեթե բոլոր խաղերին որպես Չվանչարայի փոխարինող ու միանշանակ շանս կստանա նաև պաշտոնական խաղերի ժամանակ։ Թեև Բորուսիա Մյունխեն-Գլադբախը եվրագավաթներում չի խաղում, բայց խիտ գրաֆիկով ու վնասվածքներով պայմանավորված հնարավոր է Ռանոսը նաև մեկնարկում խաղեր սկսի։ Բոլոր այս շանսերը պետք է օգտագործել այնպես, ինչպես Հրանտը արեց ազգային թիմի կազմում իր առաջին 2 խաղերում։ Իրականում Ռանոսին օգնելու է նաև այն հանգամանքը, որ նրա տրանսֆերի համար գումար չեն վճարել, ու այս ակումբում պատրաստ են համբերատար սպասել նրա աճելուն ու կայացմանը, բայց նա նաև պետք է հավատա իր ուժերին ու շեշտը դնի իր ուժեղ կողմերի վրա, որոնց թվում կարծում եմ այս պահին ամենաընդգծվածը ֆուտբոլային վնասն է։ Նա շատ արագ է որոշումներ կայացնում
նախկինում դաշտում շատ հանգիստ է գործում, ունի թե լավ բացվելու, թե եզրափակելու որակներ։ Միայն տեսեք, թե ինչպես նա զգաց պահը Մոնպելիեի դարպասը խփած գոլի դրվագում ու ինչ բարդ, հեռացող, հետագծող հարված կատարեց, ընդամենը մեկ քայլով մշակելով գնդակը։ Նման որակները նրան կարող են օգնել աչքի ընկնելու նաև բարդ խաղերում, ինչը կարող է առանցքային լինել մեկնարկային կազմ ճանապարհ հարթելու համար։ Դե ինչ սպասում ենք Ռանոսի մեկնարկին Բունդեսլիգայում ու հուսանք, որ նա չի կրկնի Սարգիս Ադամյանի ճանապարհը ու իր խաղով հիանալու, իր գոլերը տոնելու ավելի շատ հնարավորություններ կտա։ Գրեք մեկնաբանություններում, թե իր առաջին մրցաշրջանում Ռանոսը քանի գոլ կխփի Բունդեսլիգայում։ Ու հուսանք նաև Ադամյանն էլ այս մրցաշրջանում կստիպի ինձ փոշմանել այս համեմատության համար։ Այդ ժամանակ նրան էլ մի վիդեո կնվիրեմ։ Իսկ դուք բաժանորդագրվեք իմ YouTube-ին, որպեսզի բաց չթողնեք նոր վիդեոները, կարող եք հետևել նաև ինձ Telegram-ում, որտեղ ավելի շատ թեմաների եմ անդրադառնում։ Այսօր այսքանը, կհանդիպենք։